First, in Baku, Armenian prisoners of war. Բաքվում հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները դատապարտվեցին մինչև 20 տարի եւ ցմահ ազատազրկման։ The OSCE. Վիեննայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայ ռազմագերիների հարցն է բարձրացրել Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Not only failed Ընդգծել, ավելի քան 1 տարի շարունակված դատավարությունները խաղաղության մասին չեն։ this is not peace building. Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլև քաղաքական կամքի եւ պատասխանատվության իսպառ բացակայության նշան է։ Միջազգային կառույցները լուր էին, չնայած Ադրբեջանը փակ դռների հետևում հայերի էր դատում արգելելով միջազգային լրատվամիջոցների, իրավապաշտպանների, անկախ դիտորդների մուտքը դատարան։ Գալստյանին չի զարմացնում աշխարհի անտարբերությունը։ Եվ ագրեսորի հետ այսպես եղբայրության մի ընթացքի մեջ է մտել ուրանալով Արցախի ցեղասպանությունը, ուրանալով մեր եղբայրների դատավարությունները, նրանց իրավունքների պաշտպանությունը, բնականաբար միջազգային հանրությունը պիտի լռի։ Պատգամավորը նկատում է խորհրդարանական վեհաժողովի համար երբեմն անհասկանալի են հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները։ Մի կողմից Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ելույթներն են լսում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, Հայաստանի ներսում սիրո եւ համերաշխության մասին, մյուս կողմից լսում են ելույթներ Բաքվում ցմահ ազատազրկված հայ գերիների, Հայաստանում բռնաճնշումների, քաղբանտարկյալների մասին։ Այս մտնոլորտում դու պատկերացրու թե որքան դժվար է ոչ միայն ինձ համար, այլ արտաքին ճակատում ցանկացած ընդդիմադիր պատգամավորի համար դժվար է ճեղքել այդ պատը, երբ որ Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը այսպես թավշյա սիրո մտնոլորտում է Ադրբեջանի հետ, մրցանակներ են կիսում, նկարվում են։ Գալստյանը եվրոպացի գործընկերներին ահազանգել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են քաղբանտարկյալներով։ Իշխանությունը պատերազմ է հայտարարել եկեղեցուն։ Անգամ բարձրաստիճան հոգևորականներ կան անազատության մեջ։ Ոչ հարեցի ուղղված միջազգային տարբեր կառույցների տոկոսական առաքելության եւ փոքրիա հրթիռ վեհաժողովին մոտիկից հետևել Հայաստանի ընթացքներին, որովհետեւ այս մթնոլորտում բռնատիրության, բռնաճնշումների մթնոլորտում պարզապես մենք բացառում ենք նորմալ ընտրությունների անցկացումը։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ առանձնազրույց է ունեցել։ Մասնավոր հանդիպման ընթացքում խնդրել է խոշորացույցի տակ պահել իրավիճակը Հայաստանում։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։